Սա էլ մեր լոլիկ ընկոն հոմեղո լոլիկ թթու։ Սիրով ողջունում եմ ձեզ իմ շատ սիրելի բաժանորդներ ջան։ Ուրեմն վերջապես եկավ այս համեղ ժամանակաշրջանը, երբ որ կարող ենք թթու դնել, ոչ թե պատրաստել, այլ դնել։ Ուրեմն շատերս ենք սիրում խառը թթու, այդ իսկ պատճառով ես այսօր վերցրել եմ հենց խառը բանջարեղեն, որպեսզի պատրաստենք ամենահամեղ թթուն։ Ուրեմն սիրելիներս վերցրել եմ ծաղկակաղամբ։ Ուրեմն ծաղկակաղամբը ես միշտ նախքան թթվի մեջ ավելացնելը կաղկադույլերի եմ բաժանում եւ վրան լցնում եմ եռացող ջուր։ Ահա տեսեք, այսպես ընկղմվում են, մոտավորապես մի կես ժամ այսպես թողնում եմ։ Շատ ճիշտ է սա, եթե ուրեմն ներսում լինեն ինչ-որ միջատներ եւ այլն, նրանք սիրով դուրս կգան եւ կնստեն տակը ջրի եւ իհարկե այսպես նաեւ կմաքրվի ծաղկակաղամբը։ Վերցրել եմ նաեւ վարունգ, ուրեմն կանաչ լոլիկ, միջալոց լոլիկ ընտրելուց աշխատում եմ վերցնել այսպիսի մի փոքր վարդագույն, գազարագույն, այսպես ասած, լոլիկներ, սրանք էլ ավելի համեղ են թթվի մեջ, ավելի հյութեղ են ստացվում։ Կծու ծիծակը, որը պարտադիր չէ, ինչպես նաեւ կարող եք վերցնել սովորական ծիծակ, որ ուզում եմ, որ թթուն լինի մուգ կարմիր գույն, վերցրել եմ ճակնդեղ, ինչպես նաև գազար, կաղամբ, պարտադիրներից պարտադիր նեխուր, էլ ինչ թթու առանց նեխուր, այսպես ասեմ ու անցնեմ առաջ, սամիտ ծաղկած, որը դեռ չորացած վիճակում չէ, կարող եք վերցնել նաև չորը, սա էլ է պարտադիր թթու պատրաստելու համար եւ իհարկե սխտոր, այնտեղ մեզ պետք է գա համեմունքներից դափնու տերև եւ սև հատիկավոր պղպեղ, դա էլ ընթացքում կավելացնենք։ Երրորդ օրը պահածոյացնելու ենք։ Կարող եք հենց հիմա վերցնել տարաներ, ասենք 2-ից 3 լիտրանոց տարա եւ ամենը ինչ որ կդասավորենք, մեջը դասավորեք, հետո ցուցադրեմ ինչ ենք անելու, կարող եք վերցնել մեկ ընդհանուր տարա ինչպես ես եւ ամենը մեջ հավելացնել, միևնույնն է երրորդ օրը որ պահեստավորենք, պահածոյացնենք, էլի մեջից վերցնելու ենք, գցնելու ենք տարաների մեջ, այդպես ասեմ որ ավելի նպատակահարմար է։ Ինչու՞, քանի որ միևնույնն է, եթե 3 լիտրանոցի կամ 2 լիտրանոցի մեջ ավելացնենք ամենը, հետո երրորդ օրը նստելու է եւ մենք ստիպված ենք լինելու մեկ ուրիշ տարայի մեջից վերցնել եւ ավելացնել, որպեսզի դատարկ տարաներ չպահեստավորեք սիրելիներս։ Այդ իսկ պատճառով։ Մի խոսքով անում եք ինչպես որ ձեզ հարմար է, ես կվերցնեմ այսպիսի հարմար տարա։ Ուրեմն սկզբի համար տարայի ներքևի հատվածում միշտ ավելացնում ենք համեմունքներից։ Դափնու տերև, գիտեք, որ դափնու տերևը համարվում է նաև կոնսերվանտ, որը օգնում է, որ թթուն կամ մեկ այլ ուրիշ պահածո երկար մնա, ինչպես նաև հատիկա, որ սև պղպեղ ենք ավելացնում, ես հետո ցուցադրեմ ավելի մոտիկից, սամիթի անձրևանոցները եւ ոչ միայն անձրևանոցները, նաև այս կոշտ մասերը, սրանք էլ են լավ, համու հոտ տալիս, հատկապես թթվին։ Տեսեք, եթե արմատներ ունեն, կարող եք լավ լվանալ, տաք ջրի տակ եւ այդ արմատներն ավելացնել թթվի մեջ։ Ավելացնում եմ նաեւ սխտոր, չէ շարաշար սխտորի ջրարումը, որպեսզի հետո պատրաստի թթուն շատ այսպես սխտորային բույրով չլինի սիրելիներս, որպեսզի չխանգարի, հա։ Ավելացնում եմ նեխուրի տերևները։ Ես իհարկե կարող եմ բոլոր մթերքները արդեն մանրած վիճակում ձեզ ցուցադրեի, բայց ես ինքս, երբ որ նման տեսանյութեր եմ դիտում, սիրում եմ, որ այս կտրտելու եւ այլն զրուցելու հատվածներն էլ դիտեմ, որպեսզի մոտիվացվեմ եւ գնամ ես էլ պատրաստեմ։ Միջալոց տեսեք ինչ սիրուն
գաթայի ասենք, հա, ձևավոր դանակ եմ ձեռք բերել, ավելի ցիվիլ տեսք ունի, չէ՞։ Շուտով կպատրաստենք նաև գաթա։ Ավելացնում եմ գազարը։ Եթե չեք ցանկանում, որ ձեր թթուն ունենա վառ կարմիր գույն, ուրեմն դուք ընդհանրապես չեք ավելացնում բազուկ, բայց իմ տանանդամները ավելի շատ նախընտրում են կարմիր թթուն։ Այդ իսկ պատճառով ես ավելացնում եմ եւ ուզում եմ ձեզ ասել, որ բազուկը երբևէ չեմ խաշում նախորդ, դրա կարիքը չկա։ Թթվի մեջ կարող եք օգտագործել նաև բոլորային բանջարեղենները, որոնք չկան իմ սեղանի վրա դրված, բայց դուք գիտեք, որ նրանք եւս կիրառելի են։ Օրինակ խթա, նույն ինքը թերախի վարունգ, լոբի կաբաչկա, դիթմիկ։ Օրինակ դիթմիկ, օրինակ թարմ լոբի, ճիշտ է ասում իմ աղջիկը։ Վերցնենք կաղամբը։ Տեսեք ինչ լավ կաղամբ է։ Մեջը պետք է լինի այսպես լավ խիտ դասավորված եւ եթե նկատում եք նաեւ հյութեղ։ Օրինակ շատերը պատրաստում են սովորական մեր հայերեն լեզվով ասած մալականի թթու, գիտեք արդեն ուղակի կաղամբ եւ գազարել տիպի թթուն եւ վերցնում են ամենախառը ժամանակահատվածի կաղամները եւ պատրաստում են, դա ճիշտ չէ։ Այստեղից արդեն ծագում են այն հարցերը, թե բա ինչու մեր թթուն ծորած, հա։ Ուրեմն, եթե կաղամբը լինում է թույլ որակի, այդ կաղամբը թթվի համար նախատեսված չէ։ Իհարկե կարող եք դրանցով էլ թթու պատրաստել վաղահաս կաղամբով, այսպես, հա, բայց երկար պահպանման ժամկետ նրանք չունեն։ Եվ եթե դրանցով պատրաստեք հենց այդ իմ ասած մալականի թթու, կվաշնե կապուստը, կվաշնե չորաթթուն, հա, կաղամբի չորաթթու, եթե պատրաստեք, շատ վատ է ստացվելու սիրելիներ։ Այդ ղակոթը չեմ հեռացնում, որպեսզի կաղամբը փուլ չկա, թեպետ կարող եք նաև ցանկացած ձևով ձեր կաղամբը մանրացնել, ոչ մի խնդիր։ Ահա տեսեք, այսպիսի կտորները շատ լավ են։ Էլի եմ ուշադրությունը ձեր գրավում կաղամբի վրա, ինչքան այն հյութեղ է եւ խիտ։ Ուրեմն թե կաղամբը, թե մնացած բոլոր բանջարեղենները ես լվացել եմ նախապես։ Եթե կաղամբը շատ լինի, գիտեք, մեր հայկական խոհանոցում ինքը ինչքան լայն կիրառում ունի, հենց մեկը կպատրաստենք շատ համեղ քրճիկ։ Կանաչ լոլիկը նախապատրաստում եմ այսպես։ Ոչ շատ խորը, ճեղք եմ անում, տեսեք, չի բացվում ինքը։ Կարող եք նաև ծակծկել, դա էլ կլինի։ Ահա, այս կերպով։ Ավելացնում ենք ծաղկակաղամբը, որը բաժանում ենք այսպիսի միջին չափսերի։ Վարունգի մասով միշտ հեռացնում եմ այս երկու ճայրերը, արտադիր, երբ որ սեղան ենք դնում ուղակի, մենք միևնույնն է հեռացնում ենք, չէ՞, այս երկու մասերը, ասենք կտրատում ենք եւ այլն, նույնն էլ տարաների մեջ ավելի ցիվիլ նկատառումներով, երկրորդը, որ թե մարինադը, թե թթվի աղաջուրը ներքաշի իր մեջ վարունգը, ու ասեմ, որ վարունգը ես օգտագործելուց առաջ մոտ 1-2 ժամով թողել եմ սառը ջրի մեջ։ Դակը այսպես մաքրելուց հետո եւ ճեղքելուց հետո ավելացնում եմ, որպեսզի համը տա։ Հենց այսպես ամբողջական եմ դնում։ Նեխուր ենք ավելացնում, տեսեք, այս ցողունները շատ համեղ են։ Թթվի մեջ չենք ափսոսում, ավելացնում ենք։ Նորից դնում եմ սամիթը եւ այլն եւ այլն։
ավարտում ենք նեխուրի տերևներով, այսպես առատորեն կծածկենք աղաջուրը։ Վերցրել եմ կես լիտրանոց տարա և մեջը լցնում եմ խոշոր աղ։ Կարող եմ լցնել նաև սովորական կերակրի յոդացված աղ, բայց ապահովության համար եկեք վերցնենք խոշոր աղ։ Քանի որ թթու եմ պատրաստում, վերցրել եմ խոշոր աղ։ Եթե պատրաստեի մարինադ և պահածոյացնեի այն, միայն կվերցնեի սովորական կերակրի աղ։ Հիմնականում այս խոշոր աղերը շատ ժամանակ քար են պարունակում, չէ, այսպես ավազի նման նստվածք է տալիս։ Եվ պատկերացնում եք ինչ կլինի, եթե մենք դա օգտագործենք մարինադների ժամանակ։ Լետալնի իսխոտ։ Լետալնի իսխոտ։ Հիմա տեսեք, կես լիտրանոց տարա միգուցե ոչ բոլորդ ունեք, այնպես որ ես այստեղ նաև տեսեք 570 գրամ է կշռում ամբողջ, եթե բերնեբերան լցնեմ 600 գրամ աղ։ Կես լիտրանոց տարայով մեկ վերցրեցի խոշոր աղ, որը կշռեց 600 գրամ, եթե լինի 650 գրամ, ոչինչ չի փոխվի։ Եվ այսքանը նախատեսված է 10 լիտր ջրի համար։ Ուրեմն ասեցի քաշով ինչքան էր, ասեցի նաև տարայի մեջ որ լցնեք ինչքան կկազմի, եթե չունեք կշեռք։ Սա թթվի համար նախատեսված չափ է, որը կարող եք օգտագործել թե խառը թթվի ժամանակ, թե ինչ որ կթթվածնեք։ Իդեալական չափաբաժին է սիրելիներս, որպեսզի ձեր թթուն չլինի շատ աղի և չլինի անալի։ Ոնց որ տատիկս կասեր, պետք է լինի այն սովորական փլավի ջրից մի փոքր աղի, այսինքն դեր սեփական համից մի փոքր աղի։ Այդ քանի որ շատերս ունենք տարբեր քիմքի վիճակ, հասկացողություն, կառաջնորդվենք կշեռքով։ Ուրեմն ամբողջ աղը լուծվել է, ես փորձեցի նաև և նորից կարող եմ փաստել, որ սեփական քիմքից մի փոքր աղի է։ Տեսեք, աղաջուրը կլցնեմ և կամաց բաղադրիչները կներկվեն։ Ջուրը լցնում ենք այնքան, որ հազիվ ծածկի։ Կարող եք թանզիֆի միջոցով քամել այս աղաջուրը, բայց ես ուշադիր եմ, որ հանկարծ ու հանկարծ այն նստվածքը մի փոքր նստվածք կա, դա չգա առաջ։ Ես ևս 3 լիտր աղաջուր պատրաստեցի, ընդհանուր առմամբ ինձ պահանջվեց 13 լիտր։ Սկզբի համար ծանր ափսեով այսպես կծածկեմ, այնքան որ համոզվեմ, որ ոչ մի բաղադրիչ այսպես առանց աղաջրի չի մնացել, հա վերևում։ Միշտ իմացեք, եթե վերևում մնան առանց աղաջրի ինչ-որ մթերքներ, նրանք լղկվելու են։ Այնպես որ հաշվեք, որ 3 ամբողջական օր լռանա և ասեմ, թե ինչ ենք անում։ Այս պահի համար թողնելու եմ սենյակային ջերմաստիճանը։ Ահա անցել է 3 ամբողջական օր սիրելիներս և թթուն այս պրոցեսում է, տեսեք, լավ կարմրել է արդեն, գույնը դուրս է տվել, բայց դե իհարկե թթուն ամբողջությամբ թթված չէ։ Այս պահին կատարվում է հետևյալ պրոցեսը։ Կաթնաթթվային բակտերիաներն են արտադրվում ու հենց այս պահին մենք պետք է, եթե ունենք նպատակ պահելու ավելի երկար ժամկետով, պետք է պահածոյացնենք։ Այսօր ցուցադրեմ, թե ինչպես ենք դա անում, տեսեք, որ մի փոքր ծանրոց եմ դրել այստեղ, որպեսզի ամբողջ ուրեմն կտորները թթվի հայտնվեն թթվաջրի մեջ։ Եթե դուրս մնան, բնական է կլղկվի թթուն երեսից, իսկ հետո նաև կբորբոսնի երեսը։ Ուղիղ 3 օր է անցել։ Թուլացել է բնականաբար թթվի մատերիալը, այսինքն մալասոլնի վիճակ է մեզ մոտ հիմա, բայց այնքան անուշ է բուրում և որպեսզի կարողանամ
տեղավորել տարաների մեջ, ես հիմա դուրս կբերեմ, իհարկե հավասարաչափ, ամեն ինչից հավասար, քանի որ խառը թթու ենք պատրաստել։ Հիմա մոտիկ եմ բերում ցանկացած չափի տարա ու սկսում եմ հերթով կարգով շնորհքով դասավորել այս ամենը ավելի, պատկերացրեք, ավելի հեշտ, քանի որ այստեղ արդեն բոլոր բաղադրիչները թուլացած են։ Տեսեք, կարող ենք ենթարկել ու շատ տեղավորել։ Տեսեք ինչքան խիտ, բավականին շատ տեղավորեցի, ունդեղ տեղավորում եմ։ Տորները չենք մոռանում, դափնու տերևը հատիկավոր պղպեղը հետո ջրի հետ էլ կգա, դա էլ չենք մոռանում, ու որպես կանոն ես կապ չունի թե ինչ եմ պատրաստում, թթու, մարինад, նեխուրի տերևով եզրափակում եմ, այսպես։ Տեսեք, ինչքան խիտ եմ դասավորել, ինչքան գեղեցիկ է։ Հիմա շոր եմ տալիս, սեղմում եմ և ավելորդ հեղուկ, ավելորդ չէ, ամբողջ հեղուկը աշխատում եմ, որ դուրս գա, քանի որ լցնելուց հետո այս հեղուկը եռացնելու եմ և եռման վիճակով լցնելու եմ տարաների մեջ ու անմիջապես փակեմ։ Տեսեք։ Դե որ մի երկու կաթիլ մնա, ոչ մի խնդիր, գիտեմ գրելու եք, անհանգստանալու եք։ Մի հատ այս կոմպլեկտից եմ ուղարկում տարայի տակը, այս տարան արդեն պահելու եմ ձեռքի տակ ուտելու համար ու դասավորում եմ։ Վերցնում եմ կաթսա և այստեղ խամիչի միջոցով լցնում եմ այս թթվաջրից։ Տեսեք ինչքան ընտիր, պարզ թթվաջուր է։ Սա դնում եմ կրակին։ Թող եռա։ Այս տարաները նախատեսված են պահածոյացնելու համար, իսկ սրանք ձեռքի տակ օգտագործելու համար։ Բնական է, որ սրանց մեջ ես արդեն ուղղակի լցնում եմ թթվաջուրը, միայն առանց եռացնելու և շարունակում եմ թթվեցնել։ Քանի դեռ թթուն թթված չէ, ես կափարիչով ոչ հերմետիկ եմ փակում և տակը դնելու եմ նաև ինչ-որ տարա, ափսե, որպեսզի թթվելու ընթացքում չհետնութակվի։ Եթե ուզում եք ավելի ուշ թթվի, ապա սառը վայրում պահեք։ Ես կպահեմ սենյակային ջերմաստիճանում ևս 3-ից 4 օր ու ուղարկեմ սառնարան։ Սա ձեռքի տակ, ինչպես ասացի, սկսեց եռալ, վերջ կրակն անջատում ենք և շարունակում ենք։ Հենց եռման վիճակով դանդաղ լցնում ենք մինչև վերջ։ Կամ դանակի ծայրով կամ որևիցե մի հարմարանքով այսպես օգնում ենք, որ ջուրը իջնի ներքև, այսպես, այսպես, տեսեք, լցվեց։ Այսպես հերմետիկ փակում եմ և տանում եմ մոկուղ։ Սա էլ այսպես։
Եթե անգամ ուր չեն կափարիչները, կարող եք այդպես էլ թողնել, ինքը միգուցե հետո նստի։ Եթե շատ ուռ են, կարող եք մի փոքր անցք բացել, մի փոքր դանակի ծայրով, որպեսզի օդը դուրս գա, որից հետո ինչ որ պլաստիլինով կամ սկոչով մի բանով նորից փակել։ Այդքան մի բան։ Այսքանը սիրելիներս, եւ իհարկե ուզում եմ ցուցադրել միայն վարունգի թթուները, որ նույն եղանակով են պատրաստել, տեսեք կափարիչները չեն ուռչել եւ ընտիր թթուն մնացել է խրթխրթան, պահանջվեց ուղիղ 10 օր, սկզբից մինչև վերջ, որպեսզի թթուն վերջնական թթվի, դուք գիտեք, որ մենք որոշ մասը թթվի, հենց այդպես պահածոյացրինք, տեսեք, մեկ տարաբերել եմ, որպեսզի դες ցուցադրեմ, որ ոչ մի կերպ չի ուռչել տարան, ոչ մի փոփոխություն չկա։ Այսպես էլ պահելու եք, պահպանելու եք մինչև այն պահը, երբ որ ձեզ պետք է։ Իհարկե, սառը վայրում։ Իսկ սա թողել էի հենց այս պահի համար, ասենք, որ հենց թթվի, դաշակենք, հա։ Բույրերը էլ ավելի խտացել են, խրխրթանություն է ձեռք բերել թթուն, էլ չասեմ։ Շատ համով է։ Այնտեղ էլ ճիշտ է ռուսական ալիքի համար, բայց պատրաստել եմ լոբով ճաշ։ Ու արդեն պատկերացնում եք, չէ, ինչքան համեղ է լոբով ճաշը, խառը, հատկապես խառը թթվով։ Շատ եմ սիրում նաև նեխուրը։ Նեխուրը առանձնահատուկ համ և բույր է տալիս խառը թթվին։ Որոշեցի տեսանյութը չտեղադրեմ մինչև այն պահը և վերջնական իմ, որ ասում են, ձեռքի տակի թթուն կթթվի ու ես հնարավորություն կունենամ ձեզ ցուցադրել էլ ավելի մանրակրկտորեն, հա, որպեսզի չմնան հարցեր։ Ցուցադրեմ նաև թթվաջուրը, տեսեք, ոյ, ինչպիսին է, այսպիսին է, տեսնում եք, իհարկե չի ծորում, ինչ համով է, հյութեղ, սա էլ մեր լոլի կնքոն հոմեղը, հյութեղ, շատ եմ սիրում, լոլի թթու։ Շատ հյութեղ է, այսքանը սիրելիներս պատրաստեք, անուշարեք և շնորհակալ եմ, որ ինձ հետ եք և որ այդքան դրական եք, ինչ նոր շատ համեղ հանդիպումներ։